Ես հիշում եմ այն ժամանակները, երբ որ այս ինստիտուտում հաշվիչ մեքենաները աշխատում էին շրջօրյա։ Այն ժամանակ ինստիտուտը կոչվում էր Երևանի պետական համալսարանի եւ գիտությունների ակադեմիայի հաշվիչ կենտրոն։ Ամբողջ քաղաքից, տարբեր հիմնարկներից գալիս են մարդիկ աշխատում, որովհետեւ սա ամենահզոր կոմպյուտերային ռեսուրսներն էր Հայաստանում։ Առաջի տնօրենը մեր ինստիտուտի Սերգեյ Մերգելյանն էր։ Ես կարող եմ հիշել Ռոմ Վարշամովին։ Ես կարող եմ ասել Յուրի Շուքուրյանի մասին։ Ինստիտուտում այս տարիների ընթացքում ստեղծվել են մի շարք գիտական դպրոցներ։ Պատրաստվել են մասնագետներ, որոնք որ հայտնի են աշխարհում, օրինակ Իգոր Զասլավսկի։ Ես կարող եմ ասել Հրանտ Մարանջյանի մասին։ Ձևավորման այս ինստիտուտի իհարկե մեծ ազդեցություն ուներ նաև Վիկտոր Մազարսովիչ Համբարձումյանը, որտեղ ինքը առաջին մարդկանցից էր, որը որոշակի աշխատանքներ էր արել թվային հաշվարկներ կատարելով։ Այն ժամանակվանից մեծ ուշադրություն էր դարձնում երիտասարդների պատրաստմանը։ Շատ գնացին Մոսկվա, Կիև, պաշտպանեցին, հետ եկան, ունեցան իրենց դպրոցները։ 11 ասպիրանտներ, պաշտպաներ են իմ ղեկավարության տակ։ Իգոր Դիմիտրիչը արդեն այդ ժամանակ իր շկոլան ուներ, մեծ խումբ ուներ, նոր ուղղություն բերեց մաթեմատիկական տրամաբանության եւ ալգորիթմների տեսություն, մեզնից շատերը հրապուրվեցին այդ նոր ուղղությամբ եւ սկսեցինք այդ հարցերով զբաղվել։ Այժմ ուրեմն զբաղվում եմ ոչ պարզորոշ տրամաբանության հարցերով, իմ աշխատանքները բացի դրանից տպագրվում եմ Սանկտ Պետերբուրգում։ Բարձրագույն բարոյական սկզբունքների ներկայացուցիչներ են եղել։ Այդ բարձր բարոյականությունը ստեղծում է մի առանձնահատուկ մթնոլորտ։ Այդ դպրոց, որ ասում են, դպրոցը դրանում է կայանում, որ մենք մանր, փուլ առ փուլ, ոնց որ ասենք հարազատ, ազնիվ, մտերիմ մարդիկ մի խումբ այդ ճանապարհ անցնում են։ Թվին, երբ որ այս բոլոր փոփոխությունները կատարվեցին, մենք կորցրեցինք մեր ապարատային բազան եւ մնացինք առանց հզոր կոմպյուտերների։ Շրջափակման մեջ էր երկիրը։ Դա ոչ միայն շրջափակում էր տնտեսական իմաստով, այլ ինֆորմացիոն տեսակետ, որը շատ ծանր էր գիտնականի համար։ Մեզ հանձնարարվեց ստեղծել մեր գիտնականների համար կոմպյուտերային ցանց եւ միացնել դա ինտերնետին։ 94 թվին ստեղծվեց այդ քաղաքային առաջի ցանցը, որը այսօր զարգացել է եւ դա ամենահզոր կոմպյուտերային ցանցն է Հայաստանում, որը ունի եւ օպտիկական կապուղիներ եւ ունի այնպիսի ծառայություններ, որը ոչ մի այլ ցանց չունի։ Մեզ առաջարկեցին մի քանի նախագծեր միանալ եվրոպական այդպիսի ցանցին։ Հիմնական մեր խնդիրները նա էր, որ մենք չունեինք հաշվողական ռեսուրսներ։ Եվ մենք մտածեցինք ստեղծել հզոր կոմպյուտեր։ Միացնելով շատ կոմպյուտերներ իրար, ստեղծել մի միջավայր, որին կարող ենք ղեկավարել որպես մի կոմպյուտեր։ Մենք ստեղծեցինք նման հաշվողական ռեսուրս, որը անվանեցինք ARM cluster։ Այսօր այն ցանցը միացած է ուղիղ կապով Ֆրանկֆուրտի համապատասխան հանգույցին, որը միացնում է համաեվրոպական գիտակրթական ցանցերը։ Այսա մի հատ նոր բան մտցրեց գործի մեջ։ Առաջացավ հնարավորություն ու հետաքրքրություն
բարձր արտադրողականության հաշվարկների նկատմամբ։ Սա էլ ուրիշ ճանապարհ էր, որ այդ ցանցի վրա կառուցվեին այն միջոցները, որ դու կարող եք հեռավոր խնդիրը թողեք, չիմանալով որտեղ այդ խնդիրը լուծում, ինքը կգնա կլուծվի, կգա ձեզ։ Հիմա վիրտուալ կոմպյուտերների գաղափարն է մտցվում, որ շատ հզոր համակարգերի վրա ստեղծվում է այդ վիրտուալ միջավայր, cloud միջավայրը, այսպես ասած, ամպային միջավայրը, սա այն հաշվական ռեսուրսների օգտագործման ձևն է, որը որ մարդիկ չեն զգում, երբ որ աշխատում են սեփական հաշվական ռեսուրսների միջոցով։ Գիտության պետական կոմիտեն ֆինանսավորում է նպատակային ծրագիր։ Այդ նպատակային ծրագրի շրջանակներում մենք համագործակցում ենք արտակարգ իրավիճակների նախարարության հետ, բնապահպանության նախարարության հետ եւ այլ գիտական եւ կրթական կազմակերպությունների հետ։ Այսօր մենք նպատակ ունենք ստեղծելու հզոր սուպերկոմպյուտերային կենտրոն, որը որ կօգնի շատ խնդիրներից տարբեր կազմակերպությունների, այդ թվում եւ նախարարություններին իրականացնել այնպիսի ծրագրեր, որ այսօր հնարավոր չի իրականացնել այն կոմպյուտերների վրա, որը որ կազմակերպությունները ունեն։ Համաձայն IBM-ի վերջերս հրատարակված նյութի աշխարհում առկա թվային տվյալների 90%-ը գեներացվել է վերջին 2 տարում, որ հասկանալի լինի ինչպիսի աճ է տեղի ունենում թվային տարածությամբ, հա, եւ բնականաբար այդ ահռելի քանակությամբ տվյալների հետ աշխատելու համար պահանջում է նոր մոտեցումներ, ոչ միայն գիտական մոտեցումներ, այլ նաեւ պահանջում է նոր տեխնոլոգիաներ, ինչպես օրինակ սուպերկոմպյուտերային տեխնոլոգիաները։ Այժմ բանակցություններ է տարվում Գիտությունների ազգային ակադեմիայի հետ, որպեսզի կենտրոնի հիմքի վրա ստեղծվի ազգային սուպերկոմպյուտերային կենտրոն, եւ դրա ուղղությամբ ստորագրվել է հուշագիր շահագրգիռ նախարարությունների հետ, այդ թվում բնապահպանության, արտակարգ իրավիճակների, կրթության եւ գիտության նախարարության եւ Գիտությունների ազգային ակադեմիայի միջեւ Հայաստանը առաջ ստեղծում էր տեխնոլոգիաներ, նոր կոմպյուտերների նախագծվում այստեղ։ Ու պետք է մտածել նրան, որպեսզի Հայաստանը համապատասխան տեղը նորից զբաղեցնի աշխարհում, ոնց որ առաջ էր, շատ մեծ աշխատանքներ պետք է արվի։ Մեր խնդիրներից մեկը կրթված մասնակիցներ պատրաստել։ Երիտասարդ գիտնականների համար շատ կարևոր է կրթական կոմպոնենտը եւ ինստիտուտը մասնակցում է որոշ նախագծերի, որոնք ֆինանսավորվում են Եվրոմիության կողմից, այդ թվում Erasmus եւ Tempus։ Եվ օրինակ կարող եմ նշել Erasmus նախագիծը Թուլուզի համալսարանի հետ եւ այս տարի 8 մագիստրատուրայի ուսանողներ եւ 4 PhD ուսանողներ երկարատև այցելություն են ունեցել Թուլուզ եւ արդեն իսկ սկսել ենք աշխատանքներ, որ երիտասարդ գիտնականները ստանան ոչ միայն PhD հայկական նմուշի, այլ նաեւ ֆրանսիական նմուշի դիպլոմ։ Դա տևական է եւ մենք ուզում ենք, որպեսզի այդ անջրպետը, այսինքն հարաբերությունները ավելի լայնացնենք մեր միջազգային պարտներների հետ։ Համարաբոլոր այն IT ոլորտում աշխատող հիմնարկներում մեր աշխատակիցները իրենց սահմանափակիչ տեղը ունեն եւ դրանով մենք պարտանում ենք Հայաստանի զարգացումը ես տեսնում եմ միայն գիտական լավ արդյունքների եւ նրանց կիրառությունների ուղղությամբ։